ինքը չի կարողանա չի դուրս գալու այն լիազորությունների շրջանակներում, որը որ ազգային ժողովը վավերացնելու է համաձայնագրով։ Խնդրեմ Տիկին Գյուլիան։ Տիկին Նանուշյան, տեսեք դուք ասում եք, քանի որ այո, ես համաձայն եմ, որ համակարգը, որը հատկապես նորավոր շատ լուրջ, կարևոր ու ինքը մեծ ծավալով ու մեծ աշխատանք պահանջող համակարգ է, այստեղ ոչ մի երկրորդ կարծիք լինել չի կարող եւ ինքը իր աշխատանքի ընթացքում անընդհատ փոփոխությունների առաջարկներ է բերելու, եթե այդպես չլիներ համակարգը ուրեմն կենսունակ չի, բայց հարցը հենց դրանում է, տեսեք, դուք ասում եք, որ համակարգի ներդրումը անընդհատ նոր փոփոխությունների կարիք է առաջացնելու, այստեղ էլ հստակ ասվում է, որ դուք պետք է մենք, մեր երկիրը պետք է իրականացնի որոշակի քայլեր, այդ քայլերը պետք է արժևորվեն, արժեք ստանան, գնահատվեն եւ այդ գնահատման արդյունքում բանկը որոշի հաջորդ բաժինը տալիս է թե չէ։ Եվ արդյոք մենք համոզված ենք, որ մեր այդ տարիներում անընդհատ նոր հարցեր ծնող համակարգը այս պահի դրությամբ այնպես ենք անելու, որ դա բավարարի բանկին, որ ինքը երկրորդ, երրորդ, չորրորդ չափաբաժինը տա։ Եվ եթե չի տալիս, մենք նորից այն նույն ցիկլի մեջ չենք ընկնում լրացուցիչ չլուծված մասնաբաժնի որոշակի տոկոս վճարելու, քանի դեռ մեր կատարած աշխատանքը չի բավարարվել։ Հասկանում եք, այստեղ է խնդիրը։ Մենք վարկը վերցնում ենք, մենք տոկոսի, այսպես ասած ժողովրդի լեզվով տոկոսի տակ ենք մտնում մի գործողության, մի գործառույթի համար, որի ապագան մոտ ապագան էլ նույնիսկ չգիտենք ընդունվելու է թե չէ, թե դուք արդեն կառավարությունը ազգային ժողովի տեղը որոշել է, որ այդ ձեր վերած օրենքի նախագիծ անմիջապես ընդունվելու է, այդ էլ ասեք իմանանք։ Վերջի վերջո ազգային ժողով, հանրային լսումներ, մենք չգիտենք դա ինչքան է տևելու, մենք արդեն վարկ ենք վերցնում ու որոշակի մարման մասին ենք խոսում, խնդիրը միայն դրանում է։ Արգել Տիկին Գյուլիան, կառավարության ծրագրով նախանշված է, որ պետք է Հայաստանի Հանրապետություն ներդրվի առողջության համապարփակ ապահովագրության համակարգ եւ դա լուծելու են բոլոր խնդիրները, որոնք այսօր առկա են ծառայությունների ֆինանսական անհասանելիության հետ կապված։ Այսօր մեր քաղաքացիները մեծ մասի համար գրպանից դուրս ծախսերը բավականին մեծ թիվ են կազմում եւ կառավարությունը նաեւ իր 5-ամյա ծրագրով հանձն է առել ներդնել համակարգ, որը կլուծի այդ ֆինանսական անհասանելիության հարցերը։ Իհարկե ազգային ժողովն է վերջը որոշելու ընդունելու թե չէ, բայց դա է այն ճանապարհը, որը որ մեր միջազգային գործընկերներն են մեզ առաջարկում են լրջորեն մոտենալ եւ որպիսի հասանելի դարձնենք եւ դեղորայքի հասանելիության հետ կապված հարցեր, ինչպես նշեցի, նման ցուցանիշ կա, եւ առողջության առաջնային պահպանման օղակի ուժեղացման հարցերը, տրեյնինգների հարցերը, դեղորայքի հետ կապված այլ հարցեր, այդ բոլոր հարցերը արծարծել է, սահմանել է, որպիսի երկիրը հանձն առնելով այս վարկային ծրագրի շրջանակներում, որ այդ ցուցանիշները կանի, այդ ճանապարհով գնալով հասնենք այն նպատակին, որը մենք բոլորս մեր առջև դրել ենք։ Ուղղակի Համաշխարհային բանկը այս ծրագրով կողքից լրացուցիչ օգնում է, որպեսզի մենք կարողանանք այդ ճանապարհով գնալ, չշեղվելով այդ ճանապարհից։ Տիկին Գյուլիան, ես էլ կարելի եմ, եթե ավելացնելու բան կունենաք, կասեք, էլի երկու բան եմ ուզում ասել, Համաշխարհային բանկի կողմից ընդունել, չընդունելու, այնպես չի, որ Համաշխարհային բանկը իր հայացողությամբ կարող է ընդունել կամ չընդունել, որովհետև համաձայնագրի մասա նաև այդ ցուցանիշների տոկոսները, որ դեպքում է գումարը տրվում, այսինքն մաքսիմալ հստակ է տոկոսները, թվերը, որոշ դեպքերում ամբողջական ներդրումը եւ այնպես չի, որ Համաշխարհային բանկի հայացողությանն է թողած, ինքը կտա թե չի տա, պարզապես անկախ գնահատողը պետքա հավաստիանա, որ երբ որ կառավարությունը օրինակ ասում է, որ ինչ որ ցուցանիշ հասել է 25%-ի, դա իրոք 25% է եւ Համաշխարհային բանկը չի որոշում, այսինքն մենք ներկայացնում ենք, անկախ գնահատողն էլ հաստատում է։ Այս մասով, այսինքն մաքսիմալ հստակ է եւ միայն տեղեկանքից, այսինքն բուն համաձայնագիրը որ նայենք, այնտեղ հնարավորինս գրած է։ Երկրորդը, ուզում եմ ապահովագրության մասին խոսել, որտեղ շատ խոսվեց։ Իհարկե, չենք ներդրել մինչ օրս, որովհետեւ ուզում ենք ամեն ինչ անել ճիշտ։
ի սկզբանե ճիշտ, հնարավորինս ճիշտ։ Բարձր ներդրումից հետո էլ կլինեն փոփոխություններ, ինչպես ցանկացած բարեփոխում, հատկապես նման մասշտաբի, եւ դրա համար որ հենց այսօր էլ քննարկումներ են գնում, ես պարզապես կարող եմ մեր կողմից ասել, մեր խմբակցության, կառավարող մեծամասնության, որ մենք հանձնառու ենք մեր արժև դրված կամ մեր ստանձնած պարտավորությունները կատարելու եւ շատ ակտիվ այդ ուղղությամբ աշխատում ենք եւ հույս ունենք, որ հնարավորինս կարճ ժամկետում իհարկե բոլոր ընթացակարգերը պահելով, հանձնաժողով, այո լսումներել ենք ուզում անել, որտեղ ուզում ենք հնարավորինս ներառական լինի նման համակարգի ներդրումը եւ բոլոր ձայները լսվեն, ունենանք այդ համակարգը, որը մի նպատակ ունի՝ իջեցնել երկու իրականում, իջեցնել բեռը կատաստրոֆիկ ծախսերի, որոնք որ բերում են մարդկանց աղքատության, եւ դրա շնորհիվ նաեւ բարձրացնել բժշկական օգնության ծառայությունների որակը։ Այդ երկու բանի համար, բայց եթե էլի հարցեր ունեք եւ մեր գործընկեր, եթե արձագանքելու, կարձագանքեք, եկեք մեր գործընկերը թող ձեզ պատասխանի, հետո դուք արձագանքեք։ Կարելի է ես ուղղակի լրացման կարգով ձեր մտավախության հետ կապված, եթե չընդունվի օրենքը կամ համակարգը չներդրվի, տվյալ վարկը ներգրավում է ճիշտ է համապարփակի հիմնականում նախապատրաստական աշխատանքների, բայց ինքը միտված է առողջապահական համակարգի որակի բարելավմանը, ու այստեղ եթե ցուցանիշները նայեք, անգամ համապարփակի հետաձգվելու դեպքում էլ ինքը առողջապահական համակարգի բարելավվում է տեղի ունենալու վարկը ներգրավելու եւ ցուցանիշները իրականացնելու, այսինքն բնակչությունը այսպես թե այնպես օգտվելու է այս իրողությունից։ Արձագանք, ըստ էության ձեր ասածը հակասում է այն նախադասությանը, որ ես կարդացի։ Վարկային ծրագրով տրամադրվող ֆինանսական միջոցները նախատեսվում են ապահովագրավճարների տրամադրմանը, ոչ նախապատրաստական աշխատանքներին։ Այսինքն համակարգը պիտի ներդրվի եւ այս վարկային միջոցները կիրառվեն։ Սա է այս նախադասությունը միարժեքորեն այդ ընկալումը, հասկանում եք, բազմակի ընկալումներ չկան, որ ես մեկը հասկանամ, դուք ես մեկը ներկայացնեք, դա միարժեքորեն այսպես ընկալվում է։ Իսկ պարոն Թորոսյան, ապահովագրական համակարգը ոչ մեկը երևի ամեն դեպքում ես ձեզնից քիչ չեմ շահագրգիռ, որ ապահովագրական համակարգը իսկապես օր առաջ ներդրվի, բայց մենք չմոռանանք, որ մենք 23 թվականին արդեն ընդունել ենք ապահովագրական համակարգի համար համապատասխան հայեցակարգը, որով մենք 25 թվականի հունվարի 1-ից արդեն բոլոր թոշակառուներին պետք է անվճար ապահովագրական համակարգի շահառուները դարձնեինք, 24 թվականին որոշակի ավելի մեծ խումբ չունենք։ Ես էլ դա եմ ասում, արդյոք մենք պատրաստ ենք իրապես դա անելու, այնպես չի, որ կառավարության այն բոլոր ծրագրում ինչ որ գրել ենք անում ենք, հիմա վաղը մյուս օրը զեկույցը կլինի եւ մենք ներկայացնենք ձեր կառավարության բոլոր թերացումները ծրագրի չկատարման ուղղությամբ, խնդիրը սրանում է, մի բան է խոստանալ,